Թուրքը իմացավ, որ Երևանում եղել շարժան են կառուցել։ Բողոքեց Մոսկվա 60 տարի ոչ չի նորոգվել։ Պետք է զոնդավորենք, սկանավորենք։ Ցույց են տվել սալերի վնասվածության աստիճանը։ Քարի երանգի որոշակի տարբերություն կա։ Չէին ուզում ընկալեն, թե արհավիրքը ինչքան ծավալուն է։ Կոտրած, ճակած, ասեք ինչ վիճակում է, վերջի տված որն է։ Ինչպես եք գնահատում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարված վերանորոգման աշխատանքները։ Վատ, ոչ պրոֆեսիոնալ, դա հայ ժողովրդի կամ Հայաստանում գտնվող կարևորագույն հուշարձաններից մեկն է եւ բոլոր մշակութային, ինքնության, քաղաքական եւ այլն ենթատեքստերով եւ այդ գործընթացը պետք է շատ երկար քննարկումներով գնար եւ շատ խոր ուսումնասիրությունների արդյունքում լիներ, այլ ոչ թե մենք մամուլից իմանայինք, որ կամ ինչ-որ մի հատ պատահաբար ինչ-որ մեկը տեսնում է, որ քարերը քանդվել են։ Պետք է շատ խոր ուսումնասիրություն կատարվեր, միգուցե դրսից մասնագետներ հրավիրելով, եթե չունենք մենք այդ մասնագետները եւ այլն, շատ մանրազնին նախագիծը մշակվեր եւ ամենակարևորը պետք է այնպես նախագիծը այնպես արվեր, որպեսզի մենք այդ վերականգնման գործընթացը ընդհանրապես չզգանք եւ չազդեր ցեղասպանության հուշահամալիրի ամենօրյա աշխատանքի վրա, այսինքն նրբորեն պետք է կատարվեր։ Արդյոք ճիշտ էր Մույթերի վերանորոգումը վստահել մի կազմակերպության, որը ունի պատմամշակութային հուշարձանների վերանորոգման փորձ։ Կան մեր երկրում մասնագետներ, որոնք կարող են ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան որակ։ Այսօր պետություն չունի լծակներ բացահայտելու այն շինարարական կազմակերպություն եւ մասնագետեն, ովքեր ունեն վերականգնման կամ հուշարձանին մոտենալու որակավորում։ Պետությունը եկեղեցիների եւ այլ մնացած պատվերների դեպքում որոշակի ոչ ֆորմալ ձևերով փորձում է դա բան անել, հավասարակշռել եւ ընդհանրապես եկեղեցիներ չվստահել նման դեպքերում, զուտ շինարարական սովորական չգիտեմ, նորոգող կամ չգիտեմ, մանկապարտեզ կառուցող կազմակերպություններ, չնայած բազմաթիվ դեպքեր կան այդպեսին, բայց այս դեպքում նույնիսկ չի եղել գիտակցումը, որ սա պետք է հուշարձան, այսինքն սա ինչպես Սանահինին ենք մենք մոտենում կամ չգիտեմ, մի այլ եկեղեցու ենք մոտենում, նույն ձևի պետք է մոտենալ Ծիծեռնակաբերդին, որ ցավոք տեղի չի ունեցել։ Ուստի պետությունը մեծ ցանկության դեպքում իրավական առումով չէ կարող դա կանոնակարգել եւ դա մեղավոր հենց նույն պետությունն է, որ պետք է լիցենզավորել այդ կազմակերպություններին։ Պատմամշակութային հուշարձանների պահպանության առումով ինչպիսին է վիճակը մեր երկրում։ Վերջին տարիներին, նաև քանի որ ֆինանսավորման, այսպես ասած, ավելացման շրջանակում մենք ավելի շատ հուշարձաններ ենք փչացնում, քան թե առաջ։ Եթե մենք պետությունը սրանից 5-6 տարի առաջ տարեկան 3-4 հուշարձան կամ 5 հուշարձանի վրա գումար ծախսում, հիմա դրանք շատ են։ Կարծում եմ պետությունը տապալել է առհասարակ այս ոլորտում քաղաքականությունը, որպեսզի ճիշտ ուղղությամբ գնան վերականգնման գործընթացները։ Ես ասում եմ շատ բարձր մակարդակի քաղաքականության առումով։ Բնականաբար մենք ունենք ֆանտաստիկ մասնագետներ, վերականգնող ճարտարապետներ, հնագետներ, ովքեր անում են իրենց աշխատանքը, բայց հենց որ դու քաղաքականության մակարդակով չունես ալգորիթմը, դու ինչպես պետքա հասկանաս ինչի վրա ես փող ծախսում, ինչպես ես ծախսում, ինչպես ես նախագիծը մշակում, ինչպես ես ճիշտ շինարարական վերականգնող կազմակերպության բեմ եւ ամենքով ինչպես էս վերահսկում այդ ամեն ինչին եւ ունենում ենք բազմաթիվ այսպես ասած անընդունելի օրինակներ, որոնք ես կարող եմ ժամերով թվարկել այն հուշարձանների վերականգնումներ, որոնք խայտարակ արդյունք են։ Պետությունը վերջի տարիներին մեկ էլ սկսեց լավ, ես էլ եկեղեցի չեմ վերականգնում քաղաքական նկատառումներով, վերականգնում ամրոցներ։ Գնում են գտնում են ինչ-որ ամրոցներ, որոնք ամրոցները ընդհանրապես հայ ժողովրդի պահպանվածության առումով մեր ամրոցները աշկի չեն ընկնում, այն դեպքում մեր եկեղեցիները համաշխարհային նշանակության են, որտեղ մենք ողջ վերածնունդն է սկսել հայկական եկեղեցաշինությունից, քաղաքական պատճառներով գնում ենք, սկսում ենք ինչ-որ ամրոցներ ենք վերականգնում, որոնք վատ չեն, բայց ամենակարևոր համաշխարհային արժեք ունեցող եւ մեր ինքնության կարևորագույն բաղադրիչը եկեղեցական կամ հոգեվոր ճարտարապետության ուշադրություն չենք դարձնում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը ցեղասպանության դրսևորումներից մեկն է։ Ինչու է Ադրբեջանը վախենում հայկական հուշարձաններից։ Ինչպես է հնարավոր կանխել Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանների եկեղեցիների ոչնչացումը։ Նույն պատճառաբանությամբ, որ մենք քաղաքական նկատառումներով այսօր ուշադրություն չենք դարձնում եկեղեցական ժառանգությանը, փորձելով ստվերել այդ ինքնությունը, որ մեր ինքնության կարևորագույն մասն են, Ադրբեջանը նույնքան փորձում է Արցախի այդպես տարածքում եւ ոչ միայն այլ Թուրքիանը նույն ձև արել հայկական նախկին պատմական տարածքում բնաջնջել հայկական ինքնության նյութական, այսպես ասած, կառույցները եւ իրենք անելու են այնքան ժամանակ, ինչեւ մենք թույլ ենք տալի, ինչեւ մենք դրանց մասին չենք ասում։ Հենց մենք այսօր են գիտենք Ստեփանակերտում քանդվեց, հողին հավասարվեցեց վերջի տարիներին կառուցված Ստեփանակերտի մայ տաճարը եւ այսօր մենք քաղաքացիների աղմուկից բացի չենք տեսնում որևէ այլ կառույց
ենթադրում եմ եկեղեցին այլ հայտարարությունը, պետությունը կամ այլ կառույցներ, որոնք կարող են դա պաշտպանել։ Եթե չկա ինստիտուտ, որը պաշտպանում է դա, ընդհակառակը ինստիտուտ կա, որ պիտի պաշտպանի, ասում է, չէ, սա իմ առաջնային չի, ապա ինչու պետք է Ադրբեջանը չքանդի դա։ Հայ ժողովուրդը, հանձինս Հայաստանի Հանրապետության, հանձինս Սփյուռքի, որին անընդհատ ուրեմն հայկական պետությունը փորձում է թույլատրել, պետք է աղմուկ բարձրացնի, ասի սա իմ ժառանգությունն է, մենք ոչ միայն այնտեղ բնակվելու իրավունք ունեն, այլ այդ ժառանգությունը պետք է պահպանենք։ Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը, աղավաղումը կամ անտեսումը, պատմական հիշողության կորուստը որքանով են ազդում ազգի ինքնության պահպանման վրա։ Մենք ունենք երկու տեսակի ժառանգություն՝ նյութական եւ ոչ նյութական։ Հուշարձանները մեր նյութական ժառանգության հիմնական մասն են, այսպես ասած, որոնք պետք է պահպանել եւ դրանք պետք է լինեն ոչ միայն պահպանել, այլ որպես այսպես ասած սերվանտի մեջ պայել, այլ պետք է լինեն մեր արույայի մի մասը։ Այսինքն մեր պատմական քաղաքներում Երևան, Գորիս, Գյումրի եւ ասեք մնացածը այդ քաղաքների պահպանությունը ֆունդամենտալ կարևոր է մեզ համար, որովհետև հայ ժողովրդի մոդեռնիզացիան արդիականացումը, որ անցել է 19-րդ դարում եւ 20-րդ դարում, բնականաբար դրանք քաղաքային միջավայրում են եղել։ Հենց որ դու գայիս ես ասում ես, որ ես չունեմ քաղաքային ժառանգություն, մենք ունենք եկեղեցիներ, որոնք թվարկում են 12-րդ դարի եւ դու Երևանում չես կարող գտնես, չգիտեմ, 19-րդ դարի մատնեի վրա մնացած շենքեր են մնացել եւ դրանք օրեցօր ուրեմն նվազում են, ապա այդ դեպքում Երևան դուրս է գալիս զորից սարքված քաղաք ա եղել, բայց Երևանում մենք փաստ գիտենք, որ Երևանը բնակեցված է եղել անընդհատ 12-րդ դարից ուրեմն Երևանը եղել է քաղաքային միջավայր։ Այդ քաղաքային միջավայրից մնացել է մեկ եկեղեցի եւ մի երկու ինչ որ մասունքներ, որ մնացել են։ Այնպես որ դա ֆունդամենտալ է եւ ամենակարևորը ոչ միայն պետք է պահպանել այն ժառանգությունը, որ մենք հիմա շատ կարևոր է, ասում ենք կարևոր եւ այլ, մենք հիմա էլ ենք ստեղծում ժառանգություն, մենք հիմա էլ ստեղծում ենք ինչ-որ կառույցներ, որոնք պետք է պահպանել, որոնք այդ ժամանակի վկան են եւ ապացուցելու են, որ մենք ծառերի վրա, այսպես ասած, չէինք, այլ մենք ունեցել ենք ուրեմն ժառանգություն, քաղաքներ եւ ճարտարապետություն։